Բովանդակությունը լսենք, մեզ համար էլ հասկանալի։ Ռուսիա տոնավաճառի ամբողջ անհատ ձեռներեցների, բանվորների և մաքրուհիների կողմից դիմում խնդրանք տոնավաճառի գլխավոր սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին և Էդվարդ Սուքիասյանին։ Դիմում խնդրանք, հարգելի պարոն Սուքիասյաններ, խնդրում ենք վերանորոգումից հետո տրամադրել տաղավարները անհատ ձեռներեցներին կամ տվեք խելամիտ ժամկետ տոնավաճառը ազատելու համար։ Մենք ինչու ենք նշել։ Հիմա քաղաքացիներն են ասում, մեր անհատ ձեռներեցները։ Եթե պետքա գա բրենդը, թող տա մեզ, մենք աշխատենք, մեր երկիրը մենք շենացնենք։ Ինչի համար օրինակ գա իտալացին, իսպանացին, չգիտեմ, այլ երկրի քաղաքացին, այստեղ իր բրենդը դնի, ինքը աշխատի, այդ գումարը երկրիցս դուրս տանի։ Թող աշխատի իմ երկրի քաղաքացին, իմ փողը մնա իմ երկրում։ Չէ՞ որ մենք աշխատում ենք մանր բիզնեսը առաջ գնալու համար, մենք չենք աշխատում, որ խոշորը ավելի հարստանա, մանրն էլ ոտնատակ լինի։ Այսօր մենք երկիր ենք կառուցում, այսօր մենք բանակ ենք հզորացնում, այսօր մենք խաղաղություն ունենք, ինչի համար շնորհակալ ենք ներկա իշխանությանը։ Անձամբ ես սա իմ կարծիքը հայտնում եմ եւ շատ մարդկանց կողմից եմ սա ասում։ Այո, այսօր մենք շնորհակալ ենք ներկա իշխանությանը, որովհետև այսօր մենք ունենք խաղաղություն։ Այդ խաղաղությունը ամենակարևոր բանն է։ Այսօր մենք բավականին մեծ գործեր ունենք անելու, ինչը նախկինները քանդել են, այսօր մենք կառուցում ենք։ Բայց տեսեք, այստեղ ինչ-որ ժամկետներ էին շրջանառվում, օրինակ ասում էին 4 ամիս։ 4 ամիսը այն ժամկետն է, երբ որ ընտրություններ են լինելու, այսինքն դրանից չեք մտավախություն չունեք, հիմա կարող է կոնսենսուսի ընդհանուր հայտարարի գաք, բայց ընտրություններից հետո իրավիճակը փոխվի եւ հայտնվեք մնաք առանց աշխատանքի։ Տեսեք, ես այստեղ աշխատում եմ արդեն 24 տարի։ 24 տարի ես նույն մարդկանց հետ շփվում եմ, լավ ու վատ օրեր ենք անցկացրել, շատ տարբեր առիթներով հանդիպումներ ենք ունեցել, գիտեմ նրանց ազնվության չափը, մարդիկ երբևէ մեզ ոչ մի անգամ չեն խաբել, ինչ ասել են դրան տեր են եղել, խնդրանքով դիմել ենք, ասել են, գիտեք, մարդիկ կան օրինակի համար, ասենք վերցնում են առևտուրը եւ վերավաճառք են կազմակերպում իրենց օրվա հացը աշխատելու համար, դիմել են, ասել են, գիտեք, տեղի վարձը 1 օր կուշացնեն, մարդիկ ընթառաջել են։ Այսինքն կարծում եք այդպիսի քայլի չեն գնա։ Չեն գնա, միանշանակ չեն գնա։ Ես անձամբ ճանաչելով մարդկանց պարկեշտ լինելը, ես ձեզ դա հավատացնում եմ։ Չեն գնա։ Այստեղ ուղղակի կան մարդիկ, որ գուցե կուզենան մանիպուլացնեն, բայց դա դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ես ձեզ ասեցի ամենայն ազնվությամբ։